Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր պարոն Լևոն Շրինյանի հետ։ Ողջույն եմ պարոն Շրինյան, շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Այս տաղավարում քաղաքական գործընթացներին հետևող ևս մասնագետ քաղաքական գիտությունների դոկտոր կարծիք հայտնեց, ավելի շուտ մտավախություն հայտնեց առայն, որ այսպես ոնց որ թե քաղաքացիական պատերազմի վտանգ կա երկրում, քանի որ եւ պետք է հետաձգել ընտրությունները, քանի որ այդ քաղաքական ճամբարների միջև ատելությունը շատ մեծ է, կրքերը շատ բուռն են։ Դուք եւս կիսում եք այդ մտավախությունը, դուք տեսնում եք այդպիսի վտանգ, որ քաղաքացիական պատերազմ կլինի մինչ ընտրությունները, ինչու ոչ յետընտրական շրջանում գուցե եւ Ես փորձեմ ավելի խորքի գործընթացները գնահատեմ, հետո եզրակացնեմ, որովհետեւ եզրակացությունը հեշտ է ասելը, հետո հիմնավորելը հեշտ է լինում։ Այն հիշում եք Կոչետկով մաթեմատիկայի դասագրքեր կային, դրանց խնդիրների պատասխանները վերջում գրած էր։ Աշակերտը, որ հմուտ էր մաթեմատիկայի մեջ, վերջում նայում էր ուրեմն ես բանը թիվը, թե ինչ է ստացվել հավասարման լուծից, պատասխանը, դուք էլ արած կլինեք, հեշտ էր, գլխի էր ընկնում, լուծում էր։ Մինչդեռ այսպիսի հարցերը դեդուկտիվ եւ ինդուկտիվ համակարգերի մտածողության զուգորդումով պիտի պատասխանվի, ոչ թե ասվի այդպես։ Գուցե ճիշտ է, գուցե սխալ է մեկը։ Հիմա ասեմ, դրա համար մենք պիտի նախ ընտրած զանգվածն ասենք, չգիտեմ դա եթե վիրավորական չի, այսինքն մեր քաղաքացիների ընտրության իրավունք ունեցողների սեգմենտար բաժանումը պիտի տեսնենք կա մեկ եւ երկրորդը խմբերի սեգմենտների հետամտած նպատակները դրանից հետո պարզ կլինի որ բարակայում այո, որ բարակայում ոչ Ակնհայտ է որ Հայաստանի քաղաքական ուրեմն դաշտը, որ ասում են, ես այդ բառը չեմ սիրում, դա քաղաքական հետ կապ չունեցող տերմին է, բայց շրջանառում են։ Հասարակությունը երկու սեգմենտի է բաժանված եւ դա մեզ համար նորություն չի, դա ցավալի փաստ է։ Մեկին անվանենք ռուսասերների սեգմենտ, չասենք ռուս, որտեղ մի մասը ռուս չի, հայեր են բոլորը, բայց մի մասը ռուսացած է մտածողությամբ եւ դա աղետ է մեր համար։ Հիմա ռուսական սեգմենտը, մյուսը պետականակերտման եւ անկախության սեգմենտը։ Այն արանքը, որ հանդիպում շատ քիչ է, որ ասում են սովորաբար չկողմնորոշվածներ, այս բարակայում չկողմնորոշվածները շատ քիչ են, որովհետեւ հայության գիտակցության մեջ այս մեկը շատ խորն է դրված եւ վտանգի գիտակցումը, որը թուրքական վտանգի սպառնալիքը ուրեմն միշտ ընդգծել է ռուսական սպառնալիքը չի ընդունել, բայց դա հավասարարժեք կա, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Հիմա անկախության կերտման եւ այստեղ պարզ է որ իշխանություն եւ նրա շուրջ հավաքվածների ուրեմն մասին է խոսք քաղաքական։ Հիմա եթե այս երկու սեգմենտները 50 հիշում եք, այդ Սաշիկի 50-50-ը չի, ուրեմն եթե սրանք հավասարակշռման որոշակի թվի են հասնում, բախումներն անխուսափելի են, ոչ միայն բախումներն անխուսափելի են, եթե բախում չի, ուրեմն ձեր ասած այն մի տերմինը, որի հետ ես հակված եմ, հետ ընտրական զարգացումներ, որը կառավարվելու է, ուրեմն Հիմա նայենք նպատակներին, սա սխեման է, որ ուրիշ կերպ չի լինելու, օր-օրը այս բևեռացումը գնալու է,
ռուսական սեգմենտ է, հայկական անկախության սեգմենտ, ազգային սեգմենտ։ Իհարկե շաղակրանքը լինելու եւ որ իրենք ազգային են եւ այլն, իրենք որ անկախության դեմ չեն, բայց Պարսկաստանի հետ, անկախության դեմ չեն, բայց Չինաստանի տակ։ Ամեն ինչ բացի արևմուտքի մեր դաշնակիցները, որոնք հայտնվել են վերջին տարիներին, էլի հիմա։ Ես Գափաստը արձանագրենք եւ իմ ասածը ոչ մեկը չի կարող ժխտել, որ այդպես է։ Եթե ժխտում են, պիտի փաստ վերեն։ Հիմա սա էսպես, իսկ ինչ նպատակ է հետապնդում երկու սեգմենտները։ Հիմա վատը այն է, որ ռուսական սեգմենտի հայերն էլ, ես բոլորն են հայեր սրանք, բայց ազգային ինքնագիտակցության մեջ աղճատված է։ Իրենք քաղաքական իդեալ չունեն, ազատության եւ ազատագրման նպատակ չունեն, իրենց բավարարում է խոլոպի կարգավիճակը, որին անվանում են ազգային անվտանգություն եւ այլն, էլի թուրքական սպառնալիք, ինչ ուզում ասել։ Սա ուրեմն ինքը ինքնուրույն որոշում կայացնող չի։ Եթե ինքը ինքնուրույն որոշում կայացներ, բոլոր դեպքերում հայ մարդիկ են գուցե եւ ճիշտ որոշում կայացնեին, բայց սրանց որոշումը կայացվում է Մոսկվայում եւ բարդադրվում է, ինչու։ Ասեցի, օգտագործում են ազգային ինքնագիտակցության մեջ այն անկախության, ազգային պետություն եւ չունենալու այս կլշեն ասենք, իրականությունը շեշտադրված է Մոսկվայի կողմից եւ տաքացում է, գիշեր ցերեկ։ Ես ընդորում չեմ ուզում ասել, որ թուրքական սպառնալիք չկա, ես երբեք դա չեմ ասել ու չեմ ասի։ Կա այնքանով տոկոսը պիտի հաշվել եւ ռուսական սպառնալիք առավել եւս կա, որը շահագործում է թուրքական սպառնալիքը, դառնում է այսպես սինթետիկ մի բան։ Հիմա ինչ նպատակ է հետապնդում։ Այսինքն թուրքական սպառնալիքը շահարկվում է Ռուսաստանն է, այո։ Իհարկե նա օբյեկտիվ հիմքեր ունի, ոնց որ Արցախյան հարցը։ Մենք ենք խոսում, կարծես Արցախում խնդրեմ չի եղել, ինչ որ մեկը տաքացրել է։ Ոչ։ Արցախ ինքը խնդրեմ ունի եւ դա ադրբեջանական խնդիրն է եւ ագրեսիան հայրենի զրկել, բայց որ դա կառավարվել է, ստեղ է խնդիրը, ոչ թե Ղարաբաղի հարց չի եղել։ Ղարաբաղի հարցը եղել է, ստեղծվել է 1920 թվականի մայիսից հայ բոլշևիկների ձեռքով, Մոսկվայի հրամանով։ Հիմա այս մասը վերադառնանք։ Ուրիշ բան որ կառավարվել է Լևոնի եւ նրա միջավայրի եւ մինչեւ վերջին նախագահ կառավարվել է, դրա համար լուծումներ չեն եղել։ Հիմա գալիս ենք, հիմա վերադառնանք այս հարցին։ Իսկ ինչ է ուզում Ռուսաստանը մեզնից։ Այսա, որը ինչ որ լծակներ օգտագործում է այստեղ եւ շատ հզոր։ Մենք գիտենք, որ մեր ազգային հարստության հիմնական մասը դժբախտաբար ռուսական սեգմենտի օլիգարխիկ անձերի մոտ է, որոնք Հայաստանը կողոպտել, թալանել են, սպանել են, խժդժություններ են արել եւ կազմակերպել, մասնակցել են Արցախը Ադրբեջանին հանձնելով Մոսկվայի բարդադրանքով։ Այստեղ ինքնուրույնություն չկա եւ որոնք նայեցեք նաեւ քրեական գործերով են ասում։ Գիշեր ցերեկ կանչում են կամ էս կոմիտե, կամ այն կոմիտե եւ վերջը չի երևում։ Ընդ որում խոշորներն են սրանք։ Հիմա սրանց միացավ նաեւ օտարահապատակ ռուսական կապիտալը Սամվել Գոչվազի ձեռքբանով։ Փորձեցին օտարահապատակ կապիտալը Ռուբեն ուրեմն Վարդանյանով ներդնել այս գործի մեջ, բայց քանի որ Մոսկվայի հանձնարարությունը նա չկարողացավ կատարել, Ստեփանակերտով չկարողացավ վերադառնալ Հայաստան վարչապետ դառնալ, Մոսկվան պատժեց նրան։ Այլապես դուք չեք կարող բացատրել, որ մեկը թե ինչու նոյեմբերյանի տարածաշրջանում հանկարծ որտեղից վերտեղ հայտնվեց ինչ արժանապատիվ ապակա, ինչ այդ կուսակցություն Վարդանյան կոչված հանգարտ, ինչպես Սամվելի ուժեղ Հայաստանը, տեսեք ածականներ են, արժանապատիվ, կուսակցությունները անուն չեն, ուժեղ, հզոր, բարգավաճ եւ այլն, ուրիշ բան չկա։ Հիմա այս սեգմենտի ուրեմն կապիտալը եւ քրեական անցյալը, նաեւ մեծ կապերը, սրանք են կառավարել Հայաստանը եւ ռուսական քաղաքական քրեական եւ այլ, որտեղ ռուսական կապիտալը քրեական է, օլիգարխիկ կապերը շատ ուժեղ են։ Նաեւ սրանց մասի կրթություններն են ռուսերեն։ Սրանք հայ են, որոնք երբեք չեն կարդացել ոչ անուշ են լսել սուտ է։
ոչ էլ հոգով նարեկացի են հասկացել, սրանք Պուշկինն են եւ Պուշկինի զավակները, որ Ռուսաստանը դարերով ինչու է բարձրացրել ռուսական դպրոց Հայաստանի մասին է խոսք, չեմ ասում ինչու են Կրասնոդարում գնում ռուսական դպրոց, դա հասկանալի բան է, բայց այստեղ անհասկանալի է։ Հիշեք Երևանի ամենաարտոնյա լավ դպրոցները միջնակարգ ռուսական էին եւ երևի մնում են ռուսական դպրոցներ։ Հիմա այսպես այս հատվածը, սրանք նաեւ ինչ ունեն սպառնալիք։ Հեռանկարում, եթե ձևավորվում է, այսպես ասենք, իրավական պետություն վերջնականորեն պատասխան են տալու։ Մանավանդ եթե Հայաստանում ռուսական ազդեցությունը հավասարակշռի Ֆրանսիականով, ամերիկյանով, այսինքն արևմտյան ազդեցությունը եղանա, սրանց համար հեռանկարը պարզ է։ Գնալու են Կուբա, Գուանտանամո են պատասխան տան կողոպուտի համար իրենց։ Թե չեն չի, որտեղ է հարստությունը, ոչ մեկը ծեն չի հանում։ Ինչի են ձեզ է, ասում են էս ինչ որ է, հիմա պարզ է իմ ասածը, իսկ Ռուսաստանն ինչ է ուզում այս հարցը։ Ռուսաստանը այդ հարցի պատասխանը տվել է 2007 թվականի փետրվարի 12-ին, երբ որ Պուտինը Մյունխենի անվտանգության համաժողովում առաջին անգամ տեքստը կա, կարող են լսել, հայտարարեց ամբողջ աշխարհին, գերագնահատելով ռուսական քաղաքակրթության արժեքը, դա իրենք միշտ են գերագնահատում, եվրասիականություն, էլի ռուսական, ռուսկի միր, եւ Ռուսաստանի հզորությունը բլեֆ անելով, որտեղ Ռուսաստանի հզորությունը ոչ ունեցել է, ոչ էլ ունենալու է աշխարհի երկրորդ բանակ։ Այդ անհետությունը 5 տարի խրվել է ուրեմն Ուկրաինայի խուտորներում դուրս չի գալիս։ Այդ 5-րդ բանակը։ Առաջ չի կարողանում, անդադ գետնի տակ է գնում։ Հիմա այստեղ ինչ է ասում Պուտինը, նա հայտարարում է, որ իմպերիալիզմի նախկին 19-րդ դարի այսպիսի մի բանաձև կար, խոշոր տերությունները արևի տակ իրենց տեղն են որոնում։ Գերմանիան կայզերական գնաց պատերազմ իր տեղը որոնելով, ասելով, որ աշխարհը դուք բաժանել եք, ինձ բան չի հասել։ Խոսքը կայզերի մասին է, եւ ինքը պատերազմը սկսեց, որովհետեւ շատերը զորացել Բիսմարկի աշխատանքի արդյունքով, ընդ որում չլսելով Բիսմարկի դատողությունը, որ պետք չի Ռուսաստանի դեմ գնալ ցեխերի մեջ խրվել ու ցեխերի մեջ խեղդվել, ոչ թե հաղթել չէ։ Այդ ցեխերից դուրս չես գա, ոնց որ հայությունը չի դուրս գալիս։ Ռուսաստանի ցեխերից դուրս չի գալիս, այնչի որ գրավի չէ ուժեղ եւ Հիմա Պուտինն այնտեղ ասում է, տեքստը ցանկացածին նայեք ու շատիր, ինքը ինչ ամերիկացիներ, ֆրանսիացիներ եւ այլն, ընդ որում այս լիդերներն են շատ չփոխվել, որ ինքը ռուսկի միրի տարածքն է ուզում եւ ըստեյության եւ այդ իրականությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանգուցային է, եթե դուք հիմա մենք նայում ենք այսօրվա քարտեզին, մեր այն 30,000-ը, որ իրական Հայաստան ասվում են, որում այդ իրական Հայաստանն առաջին անգամ օգտագործել է Արտաշես Աբեղյանը հայրենիք ամսագրում Բոստոնում հրատարակող 23 թվին։ Սա է իրական Հայաստան, ինչ որ վարչապետն ասում է, ես չգիտեմ ինքը կարդացել է թե չէ, եւ այստեղ ոչ մի խախտում չկա, այն քարտեզն է, ինչ որ վարչապետը հիմա այս Վարդաշես իրական Հայաստան։ Հիմա եթե դուք նայում եք այդ իրական Հայաստանին, Արցախ չկա, Նախիջևան չկա, դե նա գրել է դրանք կորցնելուց այդ այն ժամանակ։ Եթե դուք արևմուտքի տեսակետով եք նայում, վերցնում եք Հայաստան որպես շղթայի առաջի հիմնական օղակ, բարձրացնում եք տարածաշրջան, ինքը բարձրանում է, իջեցնում եք, դրա համար ամերիկացիները ես կարծում եմ հեռանկարում անընդհատ Հայաստանը հզորացնելու են այդ օղակը։ Այդ օղակը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ ուրեմն Վրաստանն է, ոչ էլ Իրանն է, այլ Իրանի ղեկավարությունը ինձ թվում է այսօր ես Թեհրանում այդ մասին շատ եմ ասել, իրենք շատ լավ հասկանում են նոր խնդիրը նոր իրականության մեջ։ Ուրեմն արևմուտքի համար դա այդ հիմնական օղակն է, որը բարձրացնում է արևմուտքի մասին է խոսքը, որի մասին ես ասել եմ Հայաստանը բանալի պետություն է, keep state բանը։ Այո, այդպես էլ տերմինը կոչվում է, Բրաունբեկ կա սենատոր, նրա տերմինն է, որը Եվ Ռուսաստանը դուք ասում եք ինչ է ուզում Հայաստանը։ Հիմա Ռուսաստանն ինչ է ուզում,
որպեսզի Ռուսաստանը, ուրեմն ասեցինք արևմուտքն ինչ է ուզում, ուրեմն եւ դա մեր ազգային շահերի հետ է միանշանակ, որովհետեւ Հայաստանը պիտի լինի պետություն, պիտի զարգանա, որ ադրբեջանական եւ այլ հավասարակշռի։ Միշտ նայեցեք ինչ անում ենք, մենք պետք է ռեալիստ լինենք եւ բալանսի կամ հավասարակշռության դոկտրինի շրջանակներում նայենք։ Չեն որտեղ մեր համար այլ շատ է հավասարակշռությունը խախտվել, մենք սկել ենք, բառացիորեն Ռուսաստանը մեզ կացուտակ թուրքական քծելով սկծրել է 100-200-120 տարվա ընթացքում, վերջեմներ գումարեց Ադրբեջան, հիմա ինչ է ուզում Ռուսաստանը։ Ռուսաստանը ունի մի բանաձև եւ դա աշխարհագրությունից է գալիս, իր աշխարհագրությունից եւ մեր հոդային գիտակցությունից, ովքեր ռսամոլ են, հոդային է դա, որտեղ հիմնավորված չի, բայց բնազդային է, վախ է, թուրքական յաթաղան կա եւ այլն, ընդ որում ես վիրավորել համար չեմ ասում այս տերմինները, դե ինչ օգտագործեմ բառը։ Հիմա Ռուսաստանը կարող է այսօր Կովկասը պահել, եթե այստեղ խառնակցություն է, այստեղ խառնակցության եւ պատերազմները բարբերաբար կրկնվելու է, պատերազմները կրկնվելու են, ինչու, այլապես ադրբեջանցի թուրք իրեն չի ուզում, հոգխորքում ատում է, վրացին ընդհանրապես չի ուզում, պիտի հասկանան, որ վրաց ժողովրդի հոգեբանության մեջ թավադների իշխանության ձգտումը շատ է մնացել, բարձ է, ով է մնում իրեն հավատարիմ խոլոպ է, հայը, որի արյան վրա ինքը խաղացնում է, եթե չէ հակասություններ են, նա պետք է մեկին օգտագործի, մյուսին դեմ, ադրբեջանցուն չի կարող օգտագործել, որտեղ ադրբեջանցի հիշեք, հենց առիթ է լինում, քացով խփում սրան դուրս է գցում, սովետական սահմաններն էին ջարդում 90 թվերին, Բաքվում հայկական ջարդերն արեցին եւ հիմա նռռում են ինչից, որը կազմակերպել է սովետական միության թույլտվությամբ, Սումգայիթ եւ այլն, նրա հրամբերով, իրենք դժգոհ են, որ չթողեցին, որ կարգին ջարդեն, իրենց էլ են խփել, եւ այսպես ուզում եմ ասել, դե այնտեղ Թուրքիա կա, բան, հիմա չգնանք այդ մասերը, մնանք այստեղ, ուրեմն ում միջոցով կարող է պրովոկացիա անել, անընդհատ կոնֆլիկտ առաջացնել, հայերի, էլ ուրիշ աշխարհում կներեք, որտեղ են հայ բաները, այս միամիտները շատ, որ այդ բանով օգտագործվեն, ես հիմա հարցը ճիշտ եմ ասում, թե սխալ, հիմա բացուցականություն նայեք, ասում եմ հետևյալը, մինչև 15 թիվը, ավելի շուտ, Սուլթան Համիդ, որտեղ ստեղ սկսվել են եւ ռուսական խարդավանք գիշեր-ցերեկ մեջն է։ Մեր ազգային տարածքը որն է։ Կիլիկիայից մինչև Բաքու։ Մեր տարածքն է Արցախից մինչև հայկական Լեռնաշխարհ եւ այլն, չէ՞։ Հոց հայություն է ապրում, ճիշտ է, որ մենք պետություն չենք, բայց Թուրքիայում ենք, Ադրբեջանում ենք, Ռուսաստանում ենք, իրանական պետության մեջ ենք, որը թույլ էր եւ այլն։ Եվ այդ շրջանում մինչև 15 թիվը 1862 թվականից հայ ժողովրդի կյանքի ներքին կազմակերպման մեջ Թուրք-Հայաստանում, այդպես եթե ասենք, թուրքության մեջ օգտագործվել է ազգային սահմանադրությունը, որը այսօր էլ մեր եկեղեցիների կյանքի կազմակերպման համար օգտագործվում է ազգային սահմանադրությունը, որը հաստատել է Սուլթան Համիդը 62 թվականին 15 թվականին հրամանով աշնանը դա չեղարկել է Էնվերը, երբ որ արդեն այսինքն բարձր չէ, Զեյթուն ուներ կարգավիճակ նաև ավտոնոմիայի նման։ Մենք իրավունք ունենք սրանք մոռանալու, որ ռուսական միջամտությունից հետո առիթ եղավ թուրքերի հետ բոլորը։ Հիմա ուրեմն երկու նպատակ կա, չէ՞, ինչպես հիմա ռուսներն ինչ են ուզում։ Ամերիկացիները անկախ Հայաստան են ուզում, որպեսզի պարտնյոր աշխատեն, հիմա մեծ են, փոքր են, եւ որևէ բան չկա։ Ամերիկյան սպառնալիք Հայաստանի համար չկա, հակառակը։ Այս տենդենսի պայմաններում ավելին ասեմ, ամերիկյան գրականության մեջ կա, չեմ ուզում շատ խորանալ, որ Հայաստանը պետք է վերածվի Անդրկովկասի Լեհաստանի։ Լեհաստանը եւ Արևելյան Եվրոպայում ռեֆորմներից ամենառաջ գնացածն է, այս հետ սովետական, ամենա, նույնիսկ մարդիկ ասում են, որ այսօր Լեհաստանի ավտոճանապարհներն ավելի, ավտոբաններն ավելի լավն են, քան գերմանականը, պատկերացնում եք հռչակավոր գերմանականը։ Հիմա այս Ռուսաստանին ինչ է պետք է Հայաստանում աղքատություն մեկ,
որովհետեւ դժգոհ լինենք, անդադ ուզենք։ Թուրքական սպառնալիք պետք է, որ ուզենք պաշտպանվել իրենց միջոցով, մի խոսքով նաև օլիգարխիա է պետք, որովհետեւ հասարակությունը մնա միշտ պառակտված հարուստներ ու անարդար հարուստներ։ Հիմա խոսքը մենակ կարող է արդարացի հարստություն շատ լինի եւ օրենքով եւ այլն, այդ օքեյ, ես կողմ եմ դրան, բայց գողեր, ավազակներ, նախկին կամ վարկապետվածներ, այդ տերմինները գնում են, դա չէ գողապետություն է եւ դա ռուսական օժանդակությամբ է ստեղծվել։ Հիմա վերադառնանք Պուտինի թեզիսին, ռուսկի միրը պետք է վերականգնվի։ Բոլորը պետք է իմանան, որ կարծում եմ Հյուսիսային Կովկաս ժողովուրդն շատ լավ գիտե, որ այդ ռուսկի միրի մեջ նույնիսկ օբլաստ բան չկա, ազգային երանգով բան չկա, վարչական միավոր չկա։ Պատկերացնում եք, ասենք հիմա օրինակ Չեչնիա մենա, ոնց որ Նախիջևանը ստեղծվել է հայերի ինքնավարություն թուրքերի հետ, Մոսկվայի դաշնակերով, որից հետո հայ չկա, չէ, բայց մնում է անունը։ Абսուրդ չի, Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Դա չեղարկում է։ Հիմա չէ, չեղարկել է թե չէ, ես հաստատ բովանդակության մեջ հայը չկա էլ, վաղուց չկա։ Նույնն էլ էսպես է անելու եւ էսպես ուրեմն այդ ռուսկի միրում արմյանսկի միր գոյություն ունենա չի կարող, բացառված է կլնեն այսպես կիսախառն ռուսական կրթությունով ինչ-որ հայեր, այն հայտնի Թաթարստանի համեմատությամբ, այո, այստեղ է գալիս են ընտրություններին, ինչ է լինելու, ուրեմն Հայաստանի համար պատմական ամենահարմար պահն է անցնելու, չեմ ասում ռուսական ազդեցությունների չեզոքացնելու, հələ որ կա, բայց ավելացնելու արևմուտքի ազդեցությունը, որը նաև քաղաքակրթական է, չէ՞, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, քրիստոնյա արևմուտք եւ այլն, դրա համար մենք չպետք է մոռանանք, Վենսը ինչ ասեց խորվիրապը, չէ, այս բաներն ասեց, դա քրիստոնեության հայրենիքն է, ուրեմն, այս մասը մեզ պետություն եւ այլն, օքեյ, հիմա երկրորդ մասը կա, սա ռուսականի համար մահ է, ինքը չի կարող ում փրկի, եթե թուրքերը ռուս ճնշման տակ են, Հայաստանը զարգանում է եւ այլն, ու փրկելու բան չունի, եւ ահա այս հարցը լուծել, այն որ մեզ համար հարմար է անցնենք դեպի այս քաղաքականություն շարունակենք, ընդ որում ես հավատում եմ Հայաստանի իշխանություններին հայտարարություններին, որ այս կամ այն չափով, որ մենք հակառուսականություն չունենք, բայց ռուսը դա չի լսում։ Ուզում եք երթվեք, հակառուս չեք։ Եթե դուք անդախություն եք ուզում, հենց հակառուս եք։ Եթե դուք ուզում եք մայրեն լեզու, ուրեմն հակառուս եք, թե հիմա իրանց մասին բան եք ասում, չեք ասում, ոչ կարևոր չի դա։ Հական անգամ մերմ է, ռուսոֆոբիա են, իրենք ուզում են, որ ատելություն, եթե դուք ուզում եք եթե Չայկովսկու այսօր դպրոց է, ասենք ինչու՞ Հայաստանում է Չայկովսկու դպրոց։ Հիմա չէ, ասեմ, ուրեմն ինքը ձեզ ֆոբիա է կրծանի, թե Չայկովսկին ինչու է Հայաստանում հասկանալի չի։ Բարձ է, հիմա Պուշկինի ես հələ չի մաքրվել, հիմա, բայց իշխանությունը ինչ-որ զգուշ է, ավելորդը զգուշ է, այստեղ ասեմ, հիմա, այստեղ հարցը եկել է ռուսները այս պայմաններում ինչ են ուզում, ուրեմն պետք է կարողանան այնպիսի վիճակ առաջացնեն, որ պրոցեսներ կառավարեն, ճիշտ է, որպեսզի պրոցեսները կառավարեն, այստեղ պետք է առաջանա երկու բևեր, ԿՊՆ-ի շուրջ, ինքը իրենով, եւ ուրեմն Ռուսաստանը այս երեքով սեգմենտը ռուսական, որտեղ ով կլինի ֆավորիտը, դա հայտնի չի, այսօր Սամվելն է, բայց 4 օր առաջ ուրեմն Ռուբեն Վարդանյան բանում է, հիմա բակվում է, եթե հավասարակշռություն առաջանա այս երկու բևեռացումներում, ուրեմն իմացեք, որ սրանք իրենք շատ լավ են զգալու եւ ռուսական ճնշումը մեծացման հետ միասին գրոհը շարունակվելու է, ահա ձեզ ուրեմն հետ զարգացումներ, իսկ եթե չկարողացավ այս հատվածը սեգմենտը ռուսական տոկոս անել, գալիս է հետևյալ, իսկ ԿՊՆ կարողանալու է 49% անցնել, որտեղ եթե 40-50 ինք առաջատար է, մեկը հետ զարգացումների հնարը կա, կառավարություն հնարավոր չի կազմել, չէ, սահմանադրությամբ, ուրեմն իրենք կոալիցիայի չեն գալու ԿՊ-ի հետ,
ճգնաժամ, նոր ընտրություններ, նոր եւ այլն, այստեղից էլ Աստվածչանի քաղաքացիական պատերազմ եւ այլն։ Դա էլ քաղաքացիական պատերազմն չի որ մեր ձեռում է։ Մեկը շատ է ոնց Հիտլերն ինչ արեց, իր բանդիտներին հանեց բանդից, լեհական բանակի շորերը հագցրեց համազգեստ, կրակեցին իրենց զինվորների վրա, կոտորեցին, նկարեցին, ասին լեհերը հարձակվել են Գերմանիայի վրա, բայց իրենց բանդի բաներն էին։ Եվ պատերազմը սկսեց, ուրեմն էս կա, հիմա որ պայմաններում է, որ հնարավոր չի, սա հայ հանրություն, այս զարգացումը հակառակը մեր գերագայությունը լինի, եթե խորհրդարանը, ասենք տվյալ պատկերացում, ովքեր որ որոշում են ինչ-որ խորհրդաբաները ներսում, բան ասենք, այս պետականամետ հատվածի, ովքեր որոշել են, ուրեմն եթե հստակ տեսակետ ունենա, որ գոնե 5-6 կուսակցություն պիտի լինի ռուսական սեգմենտից դուրս խորհրդարանում, որպեսի մանևրեն, որպեսի վտանգներն առնեն, մի դեպքում ընդդիմություն, մի դեպքում լրացում կառավարության։ Այ եթե այս տարբերակի վրա կանգնի պետականամետ հատվածը, այնտեղ սպառնալիք էլ չկա։ Նա մեկ է ժողովրդի համակրանք չի վայելում, բայց եթե գնալու են այս բևեռացմանը, մնալու է, դեստեղ բախումներ բարձ են, էլի են թափարգելներ չի լինելու որ այդ բախումները չլինեն։ Նա այսպեսի մի վիճակ է, որ առաջացել է։ Փորձեմ ամփոփել, ուրեմն ինչ է ստացվում։ Ստացվում է դուք ասում եք չեք բացառում եւ պայմանն եք ասում եք դա հնարավոր է, եթե ուժերը հավասար լինեն 50-50-ի դեպքում, եթե երկու ուժերը, հակամարտող ուժերը, այո, մոտիկ 40-ը գրոհելու է։ Դե հասկանալի է, մոտիկ լինեն, ոչ թե ճնշող առավելություն ունենա որևիցե ուժը։ Տվյալ դեպքում եւ ասում եք կարող է ռուսամետ ուժերը ունենան ճնշող մեծամասնություն, այդտեղ արդեն ինքնստինքյան է լուծվում խնդիրը, եթե Փաշինյանի ուժը ինքնին այդքան ներուժ է ունենում, որ 49% դուք ասեցիք, այդքան հավաքի կամ այստեղ, այսինքն առաջին կետը դա է։ Եթե 60 է, 70 է, խնդիր չի։ Ահա, առաջինը դա է։ Առաջին պատերազմական իրավիճակը կախված է հետ զարգացումներ ասենք, հետո երկրորդ հարցս էր, միայն այդ գլխավոր ուժերի 50%-ն են, 49-60, չգիտեմ 40-60 եւ այլն, թե նրանց սատարող, նրանց սատելիտ կոչվող, նրանց երանգով մոտ ուժերը եւս կայացվածության աստիճանից է կախված, ասենք հարցս դա է միայն այդ երկու հիմնական, որոնք այսօր ասում են դրանք են, չգիտեմ, թոփ ուժերը, որոնք մասնակցում են ընտրությունների, լավ, թոփ չենք ասում ենք առավելագույն հնարավորություն ունեցող անցնելու ազգային ժողով։ Նրանց սատելիտների ուժն էլ է հաշվվում որպես բալանս, այսպես ասած, դրական ռուսական սեգմենտում կարծում եմ սատելիտներ չկան։ Ռուսական սեգմենտում չկա։ Այդ երեք կուսակցությունից ձեր ասած իմաստով սատելիտներ չկան, որտեղ ես առաջարկում եմ այդ տերմինը չօգտագործել։ Փոխեք տերմինը, բայց իմաստը թողեք։ Բանի չեմ ուզում, հայ իմաստը մնում է։ Այս սեգմենտը միաձույլ է ներքին իմաստով Մոսկվայի նախագծով եւ ցանկությամբ։ Չկան ուրիշ կուսակցություններ, մանր-մուներ, այդպես ասենք, որտեղ դրանք ինչ տեր են խաղալու կերևա հետոն, սատելիտ են թե չէ, կարող է մեկը հասկանա դուրս կա այդ խաղերից։ Օրինակ, մենք թողենք մեր ժողովրդի համար այդ հնարավորությունը։ Հիմա շատերը կան, որ օրինակ թուրքական սպառնալիքի մեջ օբյեկտիվորեն են մտահոգված, ոչ թե չեն ուրեմն հրահրված են։ Հիմա այս մարդկանց չեմ կարող դատապարտել։ Դուք վտանգավոր բան եք ասում, թուրքական վտանգը եւ ռուսամետությունը չի կարելի համեմատել։ Ինչու՞ չի կարելի։ Փաստորեն էլի բերում եք տրամաբանության մեջ։ Մեկը գործադրում է, ոչ։ Պատմականորեն հստակ է, մեկը հրահրել է, մեկը գործադրել է։ Իրար Արցախում եղավ էլի, ինքը խաղաղապահ է, հեննեկը բան։ Հիմա այս մասը թողենք։ Եթե դուք իշխանության հետ եղած կուսակցություններին սատելիտ պիտի անվանեք, ես վստահ եմ օրինակ մենք չենք մտնի խաղի մեջ, որտեղ մենք սատելիտ չենք, բայց անկախ մեր ուժից,
բայց կարծում եմ ուրիշներն էլ կարող այդպես են մտածում, ես մեր համար եմ ասում։ Մենք իսկապես Հայաստանի անկախ պետականությունն ենք ուզում։ Այստեղ եթե հարց կա 5-6 կուսակցություններ պարտադիր է, որպեսզի այս թևը դե վաղը մյուս օրը ասենք ընտրությունից հետո իշխանական կուսակցություն չեն, այս առաջատարներ, միջին չգիտեմ ինչ որ կառաջանա, որպեսզի համագործակցեն, ճկուն լինեն, հարցերի լուծումներ ունենան, եւ նաեւ եթե 5-6 լինեն, անկախ են բանից, ԿՊ-ն կհավաքի 40% թե 60%, այնտեղ գերագշռություն կլինի միանշանակ թվայի։ Այսինքն այս հարցը կլուծվի, վտանգը կգնա։ Մնացածը դա է, դուք սատելիտ անվանեցի ես, դուք ասեցիք դա սատելիտ չի, բայց տրամաբանորեն, այսինքն իր երանգով տարբերվող այն մյուս թևից, եթե սրանց կշիռը թվականակը, ձայների քանակը բավարար լինի, դա նրանք իրենց սպանեն էլ տոկոս չեն կարող անել։ Դա էլ կչեզոքացնի վտանգը։ Դա կչեզոքացնի, այն մեկը չէ։ Դա կչեզոքացնի, երկրորդ մաս կա։ Հիմա հետ զարգացումներ, որ ասում ենք, այդ դեպքում, եթե նրանք չեն լինում, այս բարագայում իշխանություն ոնց ասենք էլի, պետականագիր հատվածում, որը ռուսական աշխարհը, այսպես ասեմ, ովքեր մերժում են ռուսկի միրը, այսպես, այս հատվածը, մերժում են, եւ դա մեր իրավունքն է, ոչ մեկ չկա, սրանց մոտ ձեր ասած երանգների տարբերությունները մի մտահոգություն է պետությունը պետք է ունենան, անկախություն ամրապնդվի, մնացած բարագայում ազատ են իրենց գործողություններում, հետևապես քաղաքական կյանքը խորհրդանում կլինի շատ ավելի հարուստ, ավելի բազմազան եւ ուրեմն իշխող ուժի բաներ չի առաջանա, մենատիրություն։ Այս ինչ որ այսօր է, որտեւ այս մենատիրությունը մենատիրության հետ տեսնում եք ուր է տանում, եւ մենք կունենանք պլյուրալիստական խորհրդարան։ Եթե պլյուրալիստական խորհրդարան կունենանք, կարծիք, բազմագործոն, բազմատեսակետ, օրինակ քրիստոնեական ժողովրդավարություն ասել եմ, մենք սոցիալական շուկա ենք ուզում, ոչ թե վայրի շուկա, մենք ուզում ենք մեր մշակույթի առաջագործությունն ինչ եմ ուզում ասել, գերակա զարգացում, դա երազելի թեմաներ եք ասում, որի շուրջ կարող են քաղաքական ուժերը վիճել, բայց մենք այսօր ունենք այդ թեմաների շուրջ վեճ, այդ թեմաները ընդհանրապես շրջանառվում են ես նորից ասեմ, ես իմ անունից եմ խոսում, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն հստակ, քրիստոնեական դեմոկրատիա է ուզում, ոչ թե դեմոկրատիա ընդհանրապես, որը մի ուրիշ առիթով խոսեն ժամանակը, ուզում եմ ասել, այս ժամանակ մենք կունենանք իսկապես այն ինչ որ ունենք, հիմա Գերմանիայի օրինակ բերեմ վերջացնեմ, Գերմանիայում ԿԴՄ-ի իշխանությունը մերձ կուսակցության, որը միշտ, նույնն է, մենք դեմոկրատական կուսակցության հաջող աշխատանքը պատմականորեն պայմանավորվել է շատ անգամ քրիստոնյա սոցիալական միության հետ դաշինքով, դա Բավարիայինն է, բայց նա ոչ սատելիտ է, ոչ, բայց իրեր քույր կուսակցություններ են, այսինքն առանց սրա նա չի կարողացել, սոցիալ-դեմոկրատներն են գերմանական, ունեն այնտեղ ազատ դեմոկրատական կուսակցություն փոքր, այն է սատելիտ չի, բայց նա երբ որ վիճակ առաջանում օգնության ասում, եւ Բունդեստագը աշխատում է ճկուն, առանց վտանգների եւ այլն։ Հիմա դրա համար ուզեցի, որ եթե այս բարականը վտանգ կա, մանավանդ ռուսական գործոնն էստե բացառիկներ է խաղում Հայաստանում։ Ռուսները չեն ուզում հանկարծ Հայաստանը հայտնվի այն կարգավիճակում, ինչ նախատեսում է տվյալ ամերիկյան ադմինիստրացիան այսօր, ֆրանսիականը, որոնք բացառապես Հայաստանի զարգացումը նկատի ունեն, ոչ թե դրսից կառավարել նկատի ունեն, որտեղ նրանց դրսից կառավարել պետք չի Հայաստանի։ Պարոն Շինյան, այժմ գովազդային ընդմիջում եմ հայտարարում, բայց այսպեսի հարց եմ տալիս, ինչ հարց կարող է մտցվել օրակարգ, կեղծ օրակարգ, հետ կեղծ չէ, չգիտեմ, որպեսի իրավիճակը պայթյունավտանգ լինի, որը կարող է կայծ լինել, Արցախի հարցը կարող է կայծ հանդիսանալ, այ հիմա նորից մտցվել է խոսակցություն, թե ինչպես դա կբացատրվի խնդիրներ իսկապես եղել են,
դա այլ հարց է, բայց կարող թե ինչ տեղի ունեցավ, ինչպես Շուշին անկավ եւ այլն, այդ հարցը հիմա նորից բեմ է բերվել, որպեսզի դրա շուրջ կրքեր էլի բորբոքվեն։ Հարցնում եմ, Արցախի հարցը կարող է լինի կայծ, ինչը կարող է լինի կայծ, որը բռնկի հասարակությանը։ Հենց Արցախի հարցը։ Գովազդից հետո կշարունակենք։ Գովազդը եթերում մնացեք մեզ հետ, սիրելի հայրենակիցներ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Լևոն Շիրինյանի հետ, քաղաքական գիտությունների դոկտոր, եւ այսպես պարոն Շիրինյան, վտանգի մասին շատ են խոսում, իհարկե ոչ ոք չի ցանկանա, որ այդպիսի վտանգ լինի, որը կոչվում է
քաղաքացիական անգամ բախումներ, ոչ թե պատերազմ, բախումներ չենք ցանկանա, բայց վտանգի մասին շատ են սկսել վերջին շրջանում խոսել կապված ընտրությունների հետ։ Իմ հարցս հետևյալն էր, ինչը կարող է, որ հարցը կարող է կայծ հանդիսանալ, որը պայթեցնի լարվածության բարձր աստիճանին գտնվող հասարակությանը։ Ուրեմն հենց Արցախի հարցը ես ձեզ հետ համաձայն չէ, որ ոչ մեկը չուզում բախումներ։ Ռուսական սեգմենտն ուզում է միանշանակ։ Ընդ կարող են միամիտներ լինեն, որոնք կհավատան հայտարարություններին, խոսքերին, ուրիշ բան է, կամ անգեղծ են մեջները, բայց ռուսական սեգմենտը բախումներ է ուզում։ Բա մենք ինչ տեսանք պատերազմից հետո Վազգեն Մանուկյանից սկսած։ Փողոցային բախումներ էին, էլի, որը կարող էր եւ գնալ առաջ։ Հիմա վերադառնանք Արցախի հարցը։ Եվ այդ Արցախի հարցը այն հարցն է, որով իշխանությանը հնարավոր է վարկաբեկել մինչև վերջ, եթե իշխանությունը չկարողանա լավ բացատրել ինչ է կատարվել, հանգիստ։ Եվ ուրեմն, եթե ուրեմն մարդկանց մեջ այն պատրանքն առաջանա, թե հիմա Արցախի հարց կա, ինչ Արցախի հարց կա, ոչ թե մենք չենք ուզում, որ չլինի, բայց ինչ Արցախի հարց կա, ռուսների օգնությամբ Արցախը բացարձակապես հայազարգվել է եւ իրենց օգնությամբ խաղապահներ վերջին հանձնեցին, գնացին եւ այնտեղ իրենք իբրև թե հարց լուծեցին, չլուծեցին Ուկրաինայում այդ բարակայով։ Հիմա ինչը կարող է, հարցը կարող է լինել, որտեղ ժողովրդի համար շատ է ցավալի, ինչպես բոլորիս համար։ Ոնց 30 տարի ես կոմենգում ու այդ ամբողջը կորավ գնաց գոլոշիացավ։ Հիմա որը կլինի սեգմենտի պատմության մեջ ասեմ նման նախադեպ եղել է, բայց դե գիտեք մեր էմոցիոնալ լինելը մեր տունը քանդել է իշխանության մեջ, հասարակության մեջ եւ քաղաքական պատմություն եւ ազգային շատ չիմանալը։ Ես ձեզ մի բան ասեմ, ինչ է ձեր հարցին պատասխանել։ Եթե ռուսական գրականություն կարդաք են հիմնավոր, մինչև մի գրում է որ փոքր ժողովուրդներն ու պետությունները ազգային շատ չեն կարող ունենալ։ Ազգային շատ չեն կարող ունենալ։ Այդպես էլ համալսարաններում ովքեր որ լավ չեն հասկանում, դասավանդում են, այդպես է սերունդներ են մեծանում, եթե մենք չենք կարող, ուրեմն մեր ազգային շահը փոխանցվում որևէ պետության եւ այլն։ Հիմա ասենք այսպես 53 թվականին 1900 հեռավոր ռուսները ընդհանրապես ոչ մի նոր բան չեն անում Հայաստանի հարցում, կան կրկնել պատմության մեջ իրենց փորձարկածները մեկ կամ Հայաստանում փորձարկածը օտար տեղերում։ Երկուսն էլ կասեմ 1953 թվականին Ստալինը կարծեմ թե 52-ին հիմա նա 53-ի մարտին մահացավ, այս շրջանում դիմեց կամ իր նախաձեռնությամբ Արևմտյան Գերմանիային Ադենաուերին, այսպես ասենք պայմանական, որ Արևելյան Գերմանիան ուզեք էլի դեմոկրատական, բերեք 4 Գերմանիաները, զոնաները, այն 3-ը դարձան ֆեդերատիվ Գերմանիա, ուրեմն Արևելյանը միացնենք։ Ու վերջանա, գնա, ինչ է։ Արտաքնապես բա ինչ եք ուզում, ձեր հայրենիքը, ձեր հեղը եւ այլն, Ադենաուերը կատաղի դեմ կանգնեց, ասեց ոչ քո Գերմանիան եմ ուզում, ոչ քո կագբեշնիկներին, որ պետք է գերմանացիները լցնես արևը եւ քանդես այն ինչ որ փրկել ենք եւ չի լինելու այդ պետությունը, մենք հետո տեսանք, որ Գերմանիան, ուրեմն ժամանակին արևելյան սովետական Գերմանիան, ռուսական դեմոկրատական գոչվածը ստեղծեց աշխարհում ամենալավագույն կագբեն, շտազին։ Ամենալավագույն կագբեն իրենք ստեղծեցին գերմանացիք։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել եւ հրաժարվեցին, բայց հարցն ինչի մեջ է։ Հիմա գերմանացիները շահեցին թե չէ, անշուշտ շահեցին, ինչու։ Ազգային ռազմավարության մեջ առանց աղմուկ աղաղակի անդադ հրաժարվելով արևելյան Գերմանիայից, Գերմանիան միացրին, չէ։ Ադենաուերը հրաժարվեց, Քոլը, որ նույն գուսակցությունն է, ԿԴՄ-ն է, միացրեց, հիշում եք։ Եվ այսօր գերմանյաները այդ իմաստով ամբողջական են, միացած են։ Այսինքն Ստալինի դավադրությունը տրոյական ձին մտցնել, որովհետեւ այդ Գերմանիային ինչ էին ուզում, որովհետեւ քշենք Ամերիկայի դեմ եւ այլն, այս էր նպատակը, որ խայծը չկերավ հակառակ, հետո Գորբաչովն ընկավ այդ անդունդը, որ Ստալինը ստեղծել է։ Այսինքն հիմա տրոյական ձին դա ուժ չէ, դա թեմա է, դա հարց է։ Թեմա է, եթե մենք զգացմունքային ենք եւ Ղարաբաղի հարց։ Հարց եմ տալիս,
Մենք գիտենք, որ ընդհանրապես ուրեմն տարածքները հետ են բերվում, տրվում են պատերազմներով, ուրիշ ճանապարհ, եթե մեկ գիտ թող ասի։ Թող մի հատ ասի, կամ հզորության բացարձակ ավելի հզորացումով։ Ինչու Գերմանիաները քոլի ժամանակ միացրին, որտեղ Գորբաչովը համարեց, որ Գերմանիայից ռեպարացիաներ կստանա, միլիարդավոր դոլարներ ստացան, սոված վիճակում սովետի, այդ զորքը դուրս կբերեն, բայց գերմանացիք նաև երախտաբար լինելով իրենց տարածքը ունենալու համար, իրենց երկիրը հակաամերիկյան կդառնան։ Ուրեմն սրանք հակաամերիկյան չդառան։ Հիմա մեր մոտ վերցնենք, էլի, բարձ է որ ինչն է, որ մեզ համար զգացմունքային Արցախի հարցը։ Մենք այստեղ հարցին պիտի պատասխանենք հետևյալով. Արցախը ինքդ տվել ես, ինքդ վերադարձում ենք, դեմ չենք։ Դու ինքդ վերադարձու։ Ռուսաստանին ես ասում։ Հա, Պուտինին եմ ասում, իր մամային եմ ասում։ Եվ նրա լագոտներին կներեք այստեղ, ովքեր որ այդպիսի բաներ են անում։ Ինքդ ես տվել, ինքդ էլ վերադարձնում ես, ընդ որում Արցախի հարցը, որ չի եղել ընդհանրապես 1920 թվականի մայիսին առաջացրել են հայ կոմունիստները Մոսկվայի հրամանով, որպեսզի լինի, որպես այս հարցերը լինի, Պուտինն էլ փակեց այդ հարցը, ես փակեց այս բանով։ Հիմա ուզում հետ բերեն, ուրիշ բան է, կարող է մի խումբ ստեղծեն, գումարտակ, պարտիզանական խումբ եւ այլն, սկսեն բզել Ադրբեջանի հետ։ Ես հարց եմ տալիս Հայաստանը, ի վիճակի եք պատերազմելու։ Եթե պատերազմելի վիճակի եք եւ եթե ուզում եք մի 40 տարի այս նոր սերնդին կոտորել, դուք գիտեք։ Ինչ ասեմ, այսպեսի բան կա, բայց ուրեմն այդ հարցը այս իմաստով գոյություն չունի, բայց ինչպես գոյություն ունի։ Ես 20 անգամ ասել եմ, հիմա կրկնեմ վերջին անգամ երևի։ Այ եթե Արցախահայությունը ինքը այս չեկիստներից, նախկին իշխանություններից իրենց Արցախայից մի հատ լեգիտիմ մարմին ստեղծել 5 հոգյանոց, որոնք այսօր նստեին Բրյուսելում կամ չգիտեմ Փարիզում եւ գիշեր-ցերեկ փոքրամասնակ որոշեին իրավական ճանապարհով վերադարձի հարց լինել, մենք էլ բոլորս գուցեև իշխանությունը գաղտնի տակից, ինչպես ասում են, ամեն ինչով օգնել։ Իրենք դա չեն ուզում։ Հիմա երկրորդ հարցը կա, ով է Հանձնել Շուշին։ Ով Շուշին, ասեմ, սխեմատիկ իմաստով, ով 1920 թվականի հոկտեմբերի 30-ին հանձնել է Ղարսը Թուրքին, ռուսների հրամանով, հայ բոլշևիկները, նրանց փաստաթուղթը կա, սրանց չկա։ Ղարսի ամրոցը հանձնվել է հայ բոլշևիկների կողմից Թուրքին։ Ոչ մի թուրք չէր կարող Ղարսի ամրոցը 1920 թվականին։ Հիմա Շուշին ովքեր են հանձնել, ամեն ինչ բարձ էր։ Նայեք էկրաններին, այդ օրերին հայտնի է ով է։ Հիմա մնացածը մի առաջարկ ունեմ, էլի։ Վերջապես բերեք փաստաթղթերը հանեք դրեք էլ իշխանության մասին է խոսքը։ Իհարկե այստեղ ես հասկանում եմ ռուսների կողմից հզոր ճնշման տակ են, բայց այլակերպ եթե ծնագնդին հիմա այս օրերին բան ունենա, մենք երկիր չէ, մեզ ենք կորցնելու, սերունդի մասին չի խոսքը։ Հիմա մի բան էլ ասեմ, վերջացնենք այս թեման։ Ռուսները կամ սխեման մեր վրա են, արյան վրա են սարքում, կամ ուրիշի վրա սարկած գործարկում են։ Ոչ մի նոր բան չկա։ Մենք գիտենք, որ 1939 թվականի օգոստոսի 23-ին Լեհաստանը կիսվեց Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ճիշտ է։ Բացարձակ է ճիշտ, չէ՞։ Չեմ խափում։ Ուրեմն որ նախատեպն օգտագործեց 1900 երբ որ 20 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը կիսվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նույն սխեման արդեն օգտագործեցին այնտեղ։ Հիմա այդ մի սխենաներ փորձում են նորից պատատեն մեր վզին։ Մենք այստեղ ոչ միտեղ չենք գնա։ Ոչ միտեղ։ Պատկերացնում եք, եթե հանգարց այդպեսի մի բան ստացվի, արամուտքը թողելու է գնա, ինչպես որ ասել է, դե դուք գիտեք, չեք ուզում լավություն, գնում ենք ինչ եղել։ Հիմա ուրիշ բաներ կա մեջը։ Առավոտյան մի կայքեջ կար, պատական եմ նայել, այդ Արցախի հարցը տեցել ասում են, ընդ որում Սամվել Կարապետյանին ստուկ եք հայտարարում են Ղարաբաղցի, ռուսական կայքեջ է։ Սամվել Կարապետյանը դաշինից է եւ կաթոլիկ չէ։ Ընդ որում այդ կրոնական տարբերության համար չեմ ասում, որ մարդիկ հասկանան։ Ուրեմն կաթոլիկ է, բան է, Ղարաբաղցի է, որը եկել է եւ ասում է, որ անպայման Ղարաբաղի հարցին պիտի բաշխացնի եւ նման բաներ։ Կնայեցեք կա բաներ, այնպես որ թեման արդեն շրջանառում է, բա ասում է, որ այսօր, չգիտեմ երբ է եղել, 40,000 մարդ Երևանի փողոցներում Սամվելի գլխավորությամբ միտինգ արել։ Սամվելը ինքը իր գլխավորությամբ նստած է, տանը թե
պատվարում կարևոր չի, բայց բարձվում է Երևանում 40,000 մարդու գլուխ անցած եւ այդ օրը պարալիզացված է եղել Հայաստանի կառավարությունը։ Ես երկրորդ մասը հաստատում եմ Հայաստանի կառավարությունը ինչ չի պարալիզացվել, եթե իրենք կառավարություն ավելի խոհեմ գործի, իմ ասածով, ուրեմն մենք շատ ավելի շահած դուրս կգանք, այնպես որ այս արդեն սկսել են։ Հիմա նաեւ մեր ոգեր պետք է ձերբակալվեն, էլի։ Այս էսպես չի լինի։ Բարձ է, չէ՞։ Այնտեղ իմ անուն չտամ, բայց ամեն ինչ բարձ է։ Այսինքն դուք համարում եք, որ ուղղորդված դա հավերժ բան է լինելու։ Հիշեցեք Սումգայիթ ոնց եղավ։ Մարդիկ չէին էլ իմանում Սումգայիթ, հետո տեղավորել ամառանոցներում, հետո եղավ Արցախի այն դեպքերը, հետո որից մենք արունլվա դուրս եկանք։ Հիմա ինչ եմ ուզում ասել մեր ժողովրդին, ոչ այդ Արցախյան կլանին, որի պատասխանատուն Արցախյան կլանն է այդ ամեն ինչի։ Եղբայր 40 տարի բանակ ստեղծեիք։ Այդ որ ես ընդհանրապես համաձայն չէ, որ մեկ է պարտվելու ենք։ Այդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում եք իշխանություն Ղարաբաղ գոռալով եկան իշխանության, հաջորդ օրն ասեց Ղարաբաղի հարցեցեւի լուծում չունի։ Բա ինչի՞ թե համար էր գալիս մինչև վերջ։ Հիմա այստեղից ուրեմն 30-40 տարվա ընթացքում եթե դուք, ինչպես մենք ենթադրում էինք, բանակ ստեղծեիք, ով ասես, որ Ադրբեջանը հաղթած էր, ով։ Ընդհանրապես դաշնակիցները, մենք մեր ականջին որևէ դաշնակից կողքին կանգնում է, ով ուժեղ է, թույլի կողքին ոչ մեկ չի կանգնում։ Այդ աղքատի հոգեբանությունը հանեցեք, սովորաբար ինչ են, լոբի բան են ուղարկում, որպես հումանիտար օգնություն։ Ով ասեց, որ եթե մենք բանակը եւ պետությունը արդիական էր եւ կողոպտված չէր, հասկանում եք այն ժամանակով ասեց, որ մենք պետք է պարտվեինք։ Հիմա մի բան էլ, տնտեսություն աղետալի քանդեցեք, հիմա կարող են ժամանակին ազատամարտ թերթը, ես ասում եմ, տեսեք, ռուսերենով հավելված էր հրատարակում, այն ժամանակ քանի հոդված եմ գրել, որ կապիտալիզմը չի կարելի Հայաստանում ներդնել, այլ ինչ պիտի արվի, այն տեսքով ինչ-որ արին, այս կողոպտիչները, և դա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրերն էր, ես ասում եմ, որ բերեք պետական կապիտալիզմի քաղաքականություն վարեք եւ Լենինը նեպի քաղաքականություն էր վարում, այն որ կարողացավ։ Մինչեւ տեսնենք ինչ կլինի։ Նոր տնտեսական այո, որը քաղաքացուն է։ Իսկ կապիտալիզմներ նորմալ անցում էր լինում, որ դա պիտի սոցիալ անցում լիներ, արեցին եւ առասարակ։ Այս հարցերի մասին 1000 բան է, կարդացող կա։ Ընդհանրապես հայ վերնախավը գիրք պետք է սիրի։ Գիրք պետք է կարդալ իմանա։ Ոչ թե բանը Նապոլեոնի գրասեղանները գրեն, այդ զավեշտ է, հա, նկարվում եք, ով է հավատում, որ այդ սեղանի հետ դուք կապ ունեք։ Հակառակ ասում են գողացել են, էդ էլ նվեր են տվել, մեկը բերել տունն է տվել, ոնց որ ձվի մի արգախ։ Պարոն Շինյան, այս զրույցը պետք է շարունակել, ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Մտահոգությունները կան, բայց դուք Բայց Արցախի հարցը պետք է շարունակի, բայց ասած տարբերակով։ Ներողություն նորից ասածս տարբերակով իրավական լուծում պետք է ունենա, ասում եք դուք Արցախի հարցը, այս պահին ռազմականին պատրաստ չի Հայաստանը, ասում եք դուք։ Առասարակ եկեք, հայ ժողովուրդը պատրաստ է պատերազմելու։ Էն էլ հոգաբանական այս քայքայվածության վիճակում։ Դե դուք շեշտը դնում եք իրավական մարդու իրավունքների պաշտպանություն, արցախահայության իրավունքներ, դա ճանապարհ է, որը բաց է իրականում գնալու համար։ Որը մեզ դարձնում է Կովկասի Լեհաստան, Արևմտյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Լևոն Շինյանի հետ էինք խոսում, Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։